Նիկոլ Փաշինյանը իր կագեբեական պատժիչ համակարգով որքան հնարավոր է առաջ է շարժվում եւ եթե այսպես շարունակվի մայրաթոր Սուրբ Էջմիածինը ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կարող է զավթվել Նիկոլ Փաշինյանի կողմից կարող են գործի դրվել մի շարք լուծումներ, օրինակ գործի դրվեն փոխանորդի կամ աթոռակից կաթողիկոսի ինստիտուտները։ Եվ հիմա տեսնելով այդ օրացական փայ, այդպիսի առաջարկ ենք անում նշանակել աթոռակից կաթողիկոս, որը ի վիճակի կլինի դիմադրել իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի ոտնձգություններին եւ ի վիճակի կլինի ապահովել եկեղեցու միասնությունը։ Իմ համոզմամբ կարող է լինել եւ կարող է լինել կագեբեի բանտում գտնվող Շիրակի թեմի առաջնորդը, հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափայանը, այսինքն վերջին 20 տարիներին եկեղեցին ունեցել է երկու աստղ, բայց երկու նշանակալի կերպարներ են եղել Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը։ Այս երկու սրբազաններն են եղել այդ աստղերը, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի համար ամենակարևոր հարցը, ամենագոյաբանական հարցը իր իշխանության վերարտադրությունն է եւ ձեր կաշին փրկելու համար ուզում եք կարճացնել ձեր իշխանությունը, ձեր փողի աղբյուրներին, այդ շանտաժների գերին մի դարձեք, հարգելի սրբազաններ, որ գնացել եք Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ձեր գործն է, ոչ մի քիչ չեմ դատապարտում գեր լինելու համար, ուսակնության ուխտը խախտելու համար, դա իմ գործը չի, դա իմ աշխարհը չի։ Ինչ ուզում եք արեք, բայց շանտաժի գերին դառնալով մի կործանեք հայոց ազգային եկեղեցին։ Իսկապես պետք չի։ Ձեր կյանքը, ձեր հեղինակությունը ավելի բարձր մի դասեք Հայաստանի Հանրապետությունից ու հայ առաքելական եկեղեցուց։ Հիմա դեռևս կան դուր փշրանքներ, հույսի փշրանքներ, որ եկեղեցին կարելի է փրկել Փաշինյանական ջիրաններից եւ դրանցից պետք է կարճել։ Նույնիսկ դրանք փրկողներ են։ Ընկերներ, ողջույն, ընդհատակի դրույթները շարունակվում են։ Այսօր առաջարկում եմ մի փոքր խոսենք եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին, բայց մինչ այդ անհրաժեշտ է բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 191 հավանել, տարածել ընդհատակից զրույցները, դեռևս բոլորդ էլ գիտեք, բոլորդ տեսնում եք, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջը, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր կագեբեական պատժիչ համակարգով որքան հնարավոր է առաջ է շարժվում եւ եկեղեցուն եւ Գարեգին երկրորդին դնելով պատային իրավիճակում։ Տեսնում ենք հստակ, որ եկեղեցու միասնությունը այլևս բացառված է եւ դրա վառ դրսևորումն է առանց վեհապար օր առանց Գարեգին երկրորդի համաձայնությունը եւ տնօրինությունը ստանալու մի խումբ եպիսկոպոսներ գնացել հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին, այդ թվում ինչքան որ զավեշտալի հնչի, բայց այդ մարդկանց ցանկում էր նաեւ Արցախի թեմի առաջնորդը, որը ոչ վաղ անցյալում ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել է սրբապղծությունը, մոտավորապես այդպիսի բաներ ասում։ Այս դեպքերի մեջ ես չեմ ուզում խորանալ, բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կամաց հասնում է իր նպատակին, այդ ընթացքում Գարեգին երկրորդի ամենայն հայոց կաթողիկոսի կողմից չենք նկատում դիմադրություն, չենք նկատում գործողություն եւ եթե այսպես շարունակվի մայրաթոր Սուրբ Էջմիածինը ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կարող է զավթվել Նիկոլ Փաշինյանի կողմից եւ ինքը ի վերջո կլուծի իր համար առաջնային խնդիրը կունենա Էջմիածնում մայրաթորում իրեն հլուհնազանդ կամակատար կաթողիկոս։ Ամբողջ բանավեճը սրա մասին է, ամբողջ խնդիրը սրա մասին է եւ ես
իհարկե ոչ միայն ես, ինձ առաջ նաև այլ մարդիկ մի այսպիսի միգուցե արդեն ուշացած եւ ժամանակավոր է, բայց այնուամենայնիվ մի առաջարկ էին կարել, որ Գարեգին երկրորդը այս ըստ այդ առաջարկի Գարեգին երկրորդը այլևս չի կարողանում դիմադրել կառավարության ոտնձգություններին եւ բռնություններին եւ կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, որ ինքը շարունակի մնալ կաթողիկոս առանց եկեղեցու։ Եկեղեցին իր տակից փախնում է։ Արդեն ասացինք, միասնությունը խաթարված է։ Եվ դրա համար կարող են գործի դրվել մի շարք լուծումներ, օրինակ գործի դրվեն փոխանորդի կամ աթոռակից կաթողիկոսի ինստիտուտները, չգիտեմ, արդեն իրենք պետք է որոշեն, մենք իշխանալ կողքից կարծիքներ, հայտնենք իշխանել հմուտ, լինենք եկեղեցագիտական առանձնահատկություններից, բայց ամենալավը իրենք գիտեն։ Եվ հիմա տեսնելով այդ օրացական փայ, այդպիսի առաջարկ ենք անում նշանակել աթոռակից կաթողիկոս, որը ի վիճակի կլինի դիմադրել իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի ոտնձգություններին եւ ի վիճակի կլինի ապահովել եկեղեցու միասնությունը։ Ենթադրում եմ, որ այդ մարդը պետք է լինի հեղինակավոր, պատկառելի մի եպիսկոպոս, հեղինակություն վայելող, որի խոսքը լսելի կլինի բոլոր կողմերի համար եւ եկեղեցական բոլոր շրջանակների համար։ Օրինակ այդպեսին իմ համոզմամբ կարող է լինել եւ կարող է լինել KGB-ի բանտում գտնվող Շիրակի թեմի առաջնորդը, հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափայանը։ Եվ հենց այդտեղ կառավարության դիտավորությունը մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի դիտավորությունը, որ ինքը տակ է պահում եկեղեցու այն ներկայացուցիչներին, որոնք իսկապես կարող են այս իրավիճակում իր համար վտանգ ներկայացնել։ Այսինքն վերջին 20 տարիներին եկեղեցին ունեցել է երկու աստղ։ Աստղ իհարկե ճակերտներ վերջի եպիսկոպոսների մասին է խոսքը, arczepiskopos։ Բայց երկու նշանակալի կերպարներ են եղել Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը։ Այս երկու սրբազաններն են եղել այդ աստղերը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինչից հետո որոշեց, որ պետք է եկեղեցու դեմ մասի վճռական գործողությունների եւ Էջմիածնու նշանակի կարգի իրեն հլոնազանդ կաթողիկոսի։ Երբ որ տեսավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը, որը մարդականակ, ազդեցիկ շարժում էր եւ իսկապես մեր իրականությունում է երկրի պատմության ամենաազդեցիկ շարժումներից մեկն էր։ Այլ խնդիրը թե ինչպես ավարտվեց, այլ խնդիրը թե ոնց վարկաբեկվեց այդ շարժումը, բայց դա իսկապես շարժել էր իշխանության անհանգստությունը եւ Նիկոլ Փաշինյանին դրդել է անցնելու վճռական գործողությունների, այսինքն չեզոքացնել բոլոր այն օջախները, որոնք կարող են մոբիլիզացիա ապահովել, շարժում ապահովել եւ իրեն, իր իշխանությանը մարտահրավեր նետել։ Այս առումով ակնհայտ է, թե ինչ են այս երկու եպիսկոպոսները եւ հատկապես Միքայել Սրբազանը KGB-ի բանտում։ Սա հասկանալի։ Նոր սրանից հետո գալիս են մյուս պատճառները, Ադրբեջանի պահանջներ, Փաշազադեի ելույթներ, Արցախի հարց, ցեղասպանություն, սրանք էլ են կարևոր, բայց առաջնայինը ներքաղաքական է։ Ես ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի համար ամենակարևոր հարցը, ամենագոյաբանական հարցը իր իշխանության վերարտադրությունն է եւ եկեղեցին այն կառույցն է, որը կարող է մարտահրավեր նետել։ Բագրատ Սրբազանի շարժումը, որ տասնյակ հազարավոր մարդիկ են մոբիլիզացրել, ցույց տվեց, որ այս կառույցը կամ այս կառույցում գտնվող մի շարք հեղինակավոր մարդիկ կարող են մարտահրավեր նետել եւ անհրաժեշտ է փոխել կաթողիկոսի գահին տեսնել այնպիսի մի մարդու, որը կանխարգելի ցանկացած ըմբոսություն կամ ցանկացած մարտահրավեր Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ եւ նաեւ կորթեգրի իր խոսույթը, իր նարատիվները, իր դիսկուրսը
Հովանավանքում տեսանք, թե Նիկոլ Փաշինյանը ինչ էր ուզում տեսնել պատարագիչ կանայից այս պսեյդո խաղաղության ջատագովություն եւ այլն իշխանական մյուս թեզերի վերարտադրություն։ Միգուցե այս առաջարկը աթոռակից կաթողիկոսի հիմա ժամանակավորապես չգիտեմ ժամերի օրերի ընթացքում զարգացումները որ հունով կգնան։ Ես իդեպ ամենևին էլ պետք չէ մտածել, որ ես միացել եմ այն մարդկանց, որոնք պայքարում են Գարեգին երկրորդի դեմ եւ պահանջում նրա հրաժարականը եւ ուզում նա գնա։ Ոչ, ես ոչ նրա հրաժարականը պահանջում եմ, որ դրա իրավունք չունեմ, եկեղեցուն հրաժարական ինստիտուտը ոնց որ չկա։ Ես իհարկե կուզեի, որ ամեն ինչ էս հունով չզարգանար, կուզեի, որ նա չհեռանար եւ շարունակեր պաշտոնավարել, ինչպես կարգն է, ինչպես եկեղեցու օրենքն է։ Սա այսպես է ֆիքսինգ, որ չեմ ուզում որ նա գնա, բայց իսկապես նորից կրկնենք իրավիճակը օրհասական է։ Եվ հիմա շատ մարդիկ դիմախոսներ ասում են, որ ախր կաթողիկոսի փոփոխության կարգ չկա, այդպիսի ավանդույթ չկա, կամ Գարեգին երկրորդը որ այդ գահը հորտնից չի բերել, կամ դա ճամպրուկ չի, որտես փոխանցես գնա կաթողիկոսական գահը, կաթողիկոսական աթոռը։ Այս ամեն ինչը հասկանում եմ։ Ասում են նաև որ աթոռակից կաթողիկոսի ավանդույթեր չունենք եւ մի խոսքով այս ամեն ինչի համար անհրաժեշտ է ազգային եկեղեցական ժողով, դա երկարատև գործընթաց է եւ դժվար է դրան հասնել, բայց ես որպես պատասխան դիմախոսներին ուզում եմ հստակ շեշտադրել, որ մեր միջավայրում աթոռակից կաթողիկոսի ավանդույթ կա մեր պատմության ընթացքում, մեր եկեղեցու պատմության ընթացքում եւ այդ ավանդույթը շարունակվել է ավելի քան 200 տարի։ Այսինքն երբ դա գտնավորվել մի փոքր շատ կարճ խոսենք պատմության մասին, առանց գլուխներ տանելու, բայց շատերին հետաքրքիր կլինի։ Աթոռակից կաթողիկոսի ինստիտուտը մեր միջավայրում ներդրվել է 1441 թվականից հետո։ Այսինքն 15-րդ դարում 1441 թվականին գիտենք, որ կաթողիկոսական աթոռը սրտից ի վերջո տեղափոխվում է Էջմիածին, մեծ ջանքերի գնով եւ կաթողիկոսը ընտրվում Կիրակոս Վիրապետին։ Դա կոմպրոմիսային տեխնացու էր, որի հիմքերը թույլ էին ու խախտում եւ ի վերջո Վիրապետի կաթողիկոսը գահազուրկ է լինում եւ նրա կենդանության օրոք կաթողիկոսը ոսվում մեկ ուրիշ եկեղեցական, որն է Գրիգոր Ջալալբեկյանց կաթողիկոսը, ամենահայոց կաթողիկոսը, 10-րդ Գրիգոր 10-րդ Ջալալբեկյանց կաթողիկոսը եւ հենց նա է առաջինը հայ եկեղեցու պատմության մեջ նշանակում իրեն իր համար աթոռակից կաթողիկոս եւ հենց այդ ոգևորականը հենց այդ մականունով էլ կոչվում է Արիստակես աթոռակալ, որը հետո ի վերջո դառնում է ամենայն հայոց կաթողիկոս միանձնյա։ Եվ այս կարգը ուզում եմ շեշտադրել առանց ազգային եկեղեցական ժողովի, ուղղակի Գրիգոր կաթողիկոսը նշանակել է, չեմ ուզում խորանամ պատմական այդ անցքերի մեջ, պատճառը քաղաքական էր ու տնտեսական եկեղեցու միջև գոյություն ունեցող հակասությունների, հակադրությունների, մրցավազքի հետևում։ Բայց սա շատ մեծ թեմա է, շատ բարդ թեմա է, սա մեզ հիմա պետք չի։ Ուղղակի իմացեք, որ առաջինը հենց 1441 թվականից հետո է եղել Գրիգոր Ջալալբեկյանց կաթողիկոսի օրոք։ Եվ այս կարգը, այս ավանդույթը ավելի քան 200 տարի շարունակվել է եւ վերջադրվել արդեն Մովսես Տաթևացի կաթողիկոսի կողմից։ Ոնց է վերջադրվել, նորից ազգային եկեղեցական ժողով չի գումարվել, ուղղակի այդ կաթողիկոսը դառնալով կաթողիկոս Տաթևացին այլևս չի նշանակել աթոռակից
Եվ նրանից հետո եկող արդեն մյուս կաթողիկոսներն էլ չեն նշանակել եւ այդ ավանդույթը դուրս է մղվել։ Գոնե մայրաթոր սուպեշ միացնի ավանդույթից դուրս է մղվել դա այդ կարգը։ Բայց իհարկե այս երևույթին մեր միջավայրում շատ հակասական վերաբերմունքներ կան այս երևույթի վերաբերյալ։ Որոշ պատմաբաններ ասում են, որ այդ աթոռակից կաթողիկոսներն էլ պետք է ներառնել գահացանքի մեջ։ Որոշները օրինակ եկեղեցու պատմության ամենանշանավոր պատմաբանը Հակե Օրմանյանը կշտամբանքով է վերաբերում այս երևույթին, բայց այստեղ կա, նա նաև ըմբռնումով է մոտենում դրան եւ դիտարկում է որպես պատեհությամբ, որվա պատեհությամբ պարտադրված անհրաժեշտություն։ Իհարկե ափսոսանք է հայտնում, որ այդ կաթողիկոսի ընտրության կարգը խզվում է այլևս եւ աթոռակիցներն են հետո դառնում կաթողիկոս։ Բայց ասում եմ, հիմա այդ ծանրագույն իրավիճակներում դա որոշակի լուծում է եւ տալիս է որոշակի արդյունքներ, այսինքն այդ ծանրագույն օտար տիրապետության պայմաններում եւ Հայաստան այլևս ինստիտուցիոնալ առումով գոյություն չուներ, վերացած էր եւ Հայաստանը հեծեցվում էր թուրքմենական, թյուրքական ցեղերի իրապետության տակ, մենք չենք կարող, հաջորդը չէր կարող իրեն թույլ տալ, գոնե մեկ օր ապրել առանց կաթողիկոս, այսինքն երբ կաթողիկոսը մահանար կամ նրա հետ մի բան լիներ, չեն կարող սպասել ընտրությանը, պետք է անմիջապես ուրիշ մեկը լիներ։ Բայց հետո գալիս է մի իրավիճակ, օրինակ նույն Մոսես Տաթևացի կաթողիկոսի օրը, որ իրավիճակը ավելի անդրադվում է, իրավիճակը դառնում է այլ ավելի վերահսկելի եւ կանխատեսելի, աթոռակցի անհրաժեշտությունը չկար։ Բայց ինչ-որ մի փուլ դա դեր ունեցել է 200 տարի շարունակվել է եւ որոշ կաթողիկոսներ ունեցել են 5, 4, չեմ հիշում 6 եղել է թե չէ, բայց հաստատ կաթողիկոսներն են, որ 5 աթոռակից են ունեցել, 3 դուք պատկերացնում եք, այսինքն այս ավանդույթը շատ մեծ տարածում է ունեցել եւ 200 տարի շարունակվել է։ Ունեցել է նաեւ բացասական ազդեցություններ, բայց ինչպես նաեւ արդեն Օրմանյանի միտքը ասեցի, ու նաեւ մեծ հաշվով դրական էր, թելադրված էր օրվա պատեհությամբ, անհրաժեշտությամբ եւ որոշակի խնդիրներ լուծել։ Եվ ես հիմա կարծում եմ, որ հիմա էլ օրվա դա մեծ հաշվով այդքան լավ բան չի։ Ու կարող է իրավիճակը ավելի խճճել, բայց հիմա օրվա պատեհությունը այնքան ծանր է, որ կարելի է գնալ այդպիսի մի քայլի։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի համար բուն խնդիր է, քարոզչական խնդիր է, Գարեգին երկրորդն է, եւ Գարեգին երկրորդը կարող է քաշվել մի կողմ, շարունակելով մնալ կաթողիկոս, առաջնային պլան մղի մեկին, որ անխոցելի է, իսկապես անխոցելի է։ Եվ այդ մեկը մարտարավելն է իշխանության։ Եվ հիմա ստեղ հարցը առաջանում, ում է հանձնելու Գարեգին երկրորդը եկեղեցին, Նիկոլ Փաշինյանին, թե հենց այդ մեկին, որը կարող է ընդունել Հայաստանի վարչապետի, եթե կարելի է այդպես կոչել, մարտարավելը եւ նրան դիմադրել։ Կամակատար կաթողիկոս մենք չենք ուզում ունենալ։ Այն ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը դա կամակատար կաթողիկոսն է։ Իդեպ էլի ես, որ ասում եմ աթոռակցի ավանդույթը չկա, հավանս կլինի։ Օրինակ Կիլիկիայի կաթողիկոսությունը, Անտիլիասում այդ ավանդույթը գործել է։ Օրինակ Գարեգին առաջին կաթողիկոսը, ամենայն հայոց կաթողիկոսը, որը նախորդել էր Գարեգին երկրորդին, գիտենք, որ եղել է նաև Կիլիկիայի, Անտիլիասի կաթողիկոս։ Բայց մինչև կաթողիկոս դառնալը ինքը նշանակված է եղել աթոռակից։ Եվ սա եղել է, այսինքն այդ կարգը գործել է, ըստ անհրաժեշտության եւ ըստ պատեհության։ Օրինակ վերջերս շատ ցավալի զարգացումներ են տեղի ունենում Պոլսի պատրիարքը, չէ՞։ Պատրիարքը 10 տարվա պատմություն է մասը, պատրիարքը ծանր հիվանդացել էր դառնալով անգործունյա։ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի մասին է խոսքը եւ նրա փոխանորդը Արմաթեշյան, թե սխալ չեմ ասում,
հակազգային մի տար զավթել էր եկեղեցին, քայքայում նաև այնտեղի հայ համայնք, Կոստանդնուպոլսի հայ համայնք, Ստամբուլի հայ համայնք։ Եվ եկեղեցու ներսից կային կարծիքներ, որ պետք է նշանակել անգործունյա պատրիարքին աթոռակից պատրիարք։ Այսինքն այնտեղ կար բանավեճը, իհարկե դա խոչընդոտվեց, իրականություն չդարձավ եւ ի վերջո մի ուրիշ հեղինակավոր հոգեորական ընտրվեց պատրիարք, խոսքը Սահակ Մաշալյանի մասին է, Կոստանդնուպոլսի պատրիարքն է։ Վերջացանք տեսական դատողություններ են, առաջարկներ են, բայց իմ կարծիքով այդ քայլը, եթե հիմա արդեն ուշացած չի, կարող էր իշխանության համար անսպասելի կայծակնային քայլ լիներ, որը իշխանությանը կմցներ փակուղի, իշխանությունը արդեն չէր իմանա ինչ աներ, բայց չգիտեմ, կողմիկությունը արդեն ուշացած է։ Եվ գանք այդ Էպիսկոպոսներին, ովքեր հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, գանք են հոգևորականներին, այն քահանաներին, որոնք պատարագի ժամանակ արդեն սկսել են չտալ ամենահայոց կաթողիկոսի անունը։ Հասկանալի է, մարդ ենք, բոլորս էլ հասկանում ենք, ես էլ եմ հասկանում, որ դեռնից շատերը այդ քայլին գնում եք, որ իշխանության կագեբեական պատժիչ համակարգի շանտաժներով, մեկի տեսանյութերով, մեկի ձայնագրությամբ, մյուսով չգիտեմ, այլ փաստերով շանտաժի են ենթարկում։ Ու հասկանում ենք, դրանից մեկը գեյ է, մյուսը պոռնոսկանդալների մեջ է, մյուսը կնամոլ ասի, մաջայլ աղջիկների, այդ մյուսը կավա չգիտեմ, պատանիների ասիրում, դրանից շատերը կարող են լինել դրա մեջ, չգիտեմ, բայց ակնհայտ է, որ դրանից ոմանք գործում են շանտաժով։ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է այս տրամաբանությամբ, բնականաբար իր էությունն է այդպեսին, իր իշխանության էությունն է այդպեսին, եւ հիմա այս շանտաժներով դուք ձեր կաշին փրկելու համար ուզում եք կարճացնել ձեր իշխանությունը, ձեր աթոռներին, ձեր փողի աղբյուրներին, եւ ես հենց ստանամ էլ ուզում արձագանքել։ Այդ շանտաժների գերին մի դարձեք, հարգելի սրբազաններ, որ գնացել եք Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ձեր գործն է, ոչ մեկի չեմ դատապարտում գեյ լինելու համար, ուսակնության ուխտը խախտելու համար, դա իմ գործը չի, դա իմ աշխարհը չի, ինչ ուզում եք արեք, բայց շանտաժի գերին դառնալով մի կործանեք հայոց ազգային եկեղեցին, իսկապես պետք չի։ Ձեր կյանքը, ձեր հեղինակությունը ավելի բարձր մի դասեք Հայաստանի Հանրապետությունից ու հայ առաքելական եկեղեցուց։ Իհարկե, այլ շատ բանի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանի եկեղեցին մաքրելու քաղաքականության ուղղությունը։ Նրա դիմաց նստած էր Կճոյանը, Արարատյան թեմի, հայրապետական թեմի փոխանորդ։ Սրբազան, որը երևս ամենաշատն է փոխարկել եկեղեցին իր Բենթլիով, հիշենք օֆշորային սկանդալը Տիգրան Սարգսյանի հետ, շատ բան կարող ենք հիշել նրա հետ կապված, կարող ենք հիշել, որ 2008 թվականին օրինակ այդ նույն Կճոյանը մասնակցում էր Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի ընտրապայքարին, կարոզում էր ՀԿ-ի օգտին, ՀԿ-ի տերտերն էր, այդպես են անվանում։ Այդ նույն ժամանակ իշխանությունը բիրտ ուժով, մարդկային ուժով, ծեծում, ջարդում, փշրում էր ընդդիմադիրներին փողոցում։ Այս Կճոյանը Բենթլիով վայելում էր կյանք։ Բաղրատ Սրբազանը եւ Աճապայանը եկեղեցին չեն փոխարակել, ամենահեղինակավոր հոգեվորականներն են։ Բայց եկեղեցին ամենաշատ փոխարակած մարդը Նիկոլ Փաշինյանի դիմացա, այս եկեղեցու գլուխը բարձր պահած մարդիկ, եկեղեցու կներեք հեղինակությունը բարձր պահած մարդիկ բանտում են։ Սա իհարկե ծիծաղելի է եւ վկայությունն այն բանի, թե իրականում ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Վկայությունն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը չունի սկզբունքներ, չունի արժեքներ, ուղղակի ունի նպատակ եւ բոլոր հիվանդագին եւ հիստերիկ մեթոդներով, բոլոր պիղծ մեթոդներով գնում է
գնում է դեպի իր նպատակը։ Իդեպ եպիսկոպոսների մեջ կային մարդիկ, անունները լավ դեր չտանք, բայց հիմա արդեն շատերը գրել են, որ եպիսկոպոս են դարձել, ինչ որ մի բանի գլուխ ու տեր են դարձել Գարեգին երկրորդի շնորհիվ։ Բայց նո առաջինը իրեն կուրացան եւ դավաճանեցին Գարեգին երկրորդին։ Գարեգին երկրորդի հետ եկեղեցու ներսում խնդիրներ ունեին երկու հոգի եւ ավելի շատ Աջապայանը։ Միքայել Սրբազանը լուրջ խնդիրներ ուներ։ Իհարկե դրա մասին մի քիչ բարձրաձայնա, բայց այդ խնդիրները կային։ Բայց այս ամենով հանդերձ Միքայել Սրբազանը չուրացավ Գարեգին երկրորդին։ Նույնիսկ նրան վարշապետի թեկնածու առաջարկեցին, բայց ինքը ասաց իրադարձ չեմ։ Այսինքն առանց Գերագույն հոր, առանց ամեն հայոց կաթողիկոսի օրհնության եւ տնօրինության ես չեմ կարող որոշումներ կայացնել, այդպիսի որոշումներ։ Բայց ուզում ասեմ, նրանք եկեղեցու ներսում միգուցե թշնամիներ են եղել, բայց Գարեգին երկրորդի շնորհիվ այդ դիրքին հասած մարդիկ, ակաղը չկանչած, նրանք ուրացան։ Այսպիսի պայմաններում ենք ապրում, այսպիսի արժեքային միջավայրում ենք ապրում, մարդու սիրտը խառնում։ Բայց հիմա դա է դա։ Ինձ թվում է դեռևս կան դուր փշրանքներ, հույսի փշրանքներ, որ եկեղեցին կարելի է փրկել փաշինյանական ջիրաններից եւ դրանցից պետք է կարճել։ Նույնիսկ դրանք փրկողներ են։ Ինչով ձեր շնորհակալ եմ, ինչով ավարտելը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 1991 եւ շատ կարեւոր է որ բաժանորդագրվեք եւ նաեւ չմոռանաք հավանել, տարածել ընդհատակի սրիշները լավ եղեք։